Պարոն Նովակիմյան, երեք հայտնի դարձավ, որ պատգամավորի թեկնածու, նախ Գագիկ Ծառուկյանը դեռ համարվում է պատգամավորի թեկնածու, մինչև երբ է համարվելու։ Հարգելի լրագրողներ, ըստ էության պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը։ Այդ դեպքում ինչպես է գնահատում այն, որ երեք հենց դատախազությունը առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հարցերը ուղղեք գլխավոր դատախազությանը եւ ոչ կենտրոնական ընտրական Տեսեք, հարգելի գործընկերներ, ես ինչ եմ ասում, որտեվ ես էլ տեսել եմ հաղորդագրությունը, դա 3 չեն մեղադրանք առաջադրել։ 3 են առաջադրել։ Ես տեսել եմ հաղորդագրությունը, որտեղ որ խոսում էր ինչ որ նախկին քրական գործի եւ այլ, որտեղ խափանանիչով առաջադրվել է 3։ Հարգելի մեզ, եթե նայեք ընտրական օրենսգիրքը պատգամավոր թեկնածուներին անձեռնխելություն է տալիս, եթե քրական հետապնդում ամեն ինչը ծագել է թեկնածու կարգավիճակը ձեռք բերելուց հետո։ Մինչ այդ եթե եղել է, օրինակ, չգիտեմ, ձերբակալություն, դրանց հետո որը քրական Տեսեք, մեղադրանքը թե քրական։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մեղադրանք առաջադրողը գլխավոր դատախազությունն է։ Գնացեք գլխավոր դատախազությանը հարցրեք, թե ինչու է մեղադրանք առաջադրել։ Եթե դուք կարծում եք, որ գլխավոր դատախազությունը իրավունք չուներ դա անելու կամ թեկնածուն է կարծում, բոլորը դուք կարող եք իրենց հարցերը ուղղել, թեկնածուն կարող է իրենց գործողությունները բողոքարկել, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից պահանջել մեկնաբանել գլխավոր դատախազության գործողությունները մեղմ ասած ճիշտ չի։ Պարոն Նովակիմյան, վերջը Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժ անցնում է խորհրդարան, թե ոչ։ Հարգելի լրագրողներ, քվեարկության արդյունքների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Ավելին, ես ուղղակի օգտվելով առիթից ասեմ, հարգելի լրագրողներ ջան, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ըստ էության 2005 տեղամասերից ընդամենը 5-ի հետ կապված արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, այնտեղ տողեր են թռցրել, այսպես ասեմ, մարդկային գործով։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ, հիմի տեղամասերը անգիր չեմ հիշում, այդ 27-րդ ընտրատարածքում է եղել մարդկային հոգնածության տողը